Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ծովինար Վարդանյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Վարդանյան։ Բարև ձեզ։ Տիկին Վարդանյան, Ադրբեջանի նախագահը երեկ մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել, մասնավորապես, որ ադրբեջանցիները պիտի վերադառնան Հայաստան եւ Հայաստանի իշխանությունների համար եւ նաեւ ժողովրդի համար դա պիտի անակնկալ չլինի եւ չզարմացնի, նաեւ հետո խոսել է ինչ-որ ցարական քարտեզների մասին, որտեղ Սևանը այլ անունով է կոչվում, ոչ թե հայկական եւ այսպես շարունակ։ Այսօր Օրբելի հարթակի կողմից կազմակերպված ֆորումի ժամանակ վարչապետը թեև արձագանքեց դրանց, բայց նաև նշեց, որ շուրջ 3 տասնամյակ շարունակվող այս կոնֆլիկտը հանգուցալուծվել է։ Հիմա իրարամերժ չեն այս հայտարարությունները եւ արդյոք Ադրբեջանում էլ կա այդ ընկալումը, որ կոնֆլիկտն արդեն հանգուցալուծվել է, թե այս հայտարարությունները հենց կոնֆլիկտի տրամաբանության մեջ են։ Կոնֆլիկտը հանգուցալուծվելու մասին չէր կարծես հայտարարությունը վարչապետի, այլ խաղաղության հաստատման։ Եվ այստեղ շատ կարևոր եմ համարում նաև այդ համատեքստում նշել, որ վարչապետը նաև ասում էր, ինչի այդ ամբողջությամբ համամիտ եմ, որ որքան դժվար է խաղաղությունը պահպանել, որովհետև այսինքն այն կոնֆլիկտը, որը գոյություն ունեցել է, այն պատմությունը, որը ունեն մեր երկու պետությունները, երկու ժողովուրդները եւ այն իրավիճակը, որը այս պայն հաստատված է, առնվազն կարիք ունի խնամքի ամենօրյա, որպես նորածին երեխա, որովհետև միայն խնամքի պարագայում է հնարավոր կայուն խաղաղություն ունենալ եւ մասնավորապես երկարաժամկետ, եթե ոչ հարատև։ Եվ այստեղ իրարամերժություն չեմ տեսնում նաև այն առումով, որ նաև ակնհայտ է, որ երբ խաղաղությունը հաստատվում է, դա դեռ չի նշանակում, որ ինչպես նաև նշեց վարչապետը, որ 30-ամյա կոնֆլիկտը հնարավոր չի անջատի չի մի շարժումով անջատել եւ սոցիալ-հոգեբանական օրինակ իրավիճակը ժողովուրդների, այդ թվում առաջնորդների մակարդակում միանգամից վերափոխել, դա աշխատանքի եւ խնամքի եւ հոգատարության կարիք ունի։ Այսինքն նման հայտարարությունները հետքայլ չեն խաղաղության process-ից։ Ոչ, հետքայլ մեր խաղաղության process-ը հաստատված է, խաղաղությունը հաստատված է օգոստոսի 8-ի փաստաթղթով, հետեւաբար ես ավելի շատ ուշադրությունը կհրավիրեմ այն փաստաթղթի վրա, որը մենք այսօր ունենք գետնի վրա, ոչ թե արտահայտություններ, որոնք կարող են էմոցիոնալ բան առաջացնել, ոչ ճիշտ, ոչ խաղաղության համար, ոչ անհրաժեշտ եւ ոչ պիտանի դաշտ առաջացնել։ Եվ նաեւ շատ է խոսվում, որ օրինակ այս մի հայտարարությունը կարող է ներքին լսարանի համար արվել, մեկ այլ հայտարարություն արտաքին լսարանի համար։ Կարևոր է, թե դա ներքին լսարանի, թե արտաքին լսարանի համար է։ Այսինքն անկախ բովանդակությունից կարևոր է, թե որ լսարանի համար է դա անոմալիևը։ Դե հայտարարությունը ինքնին ասում է ցարական ժամանակ, որ նայենք Սևան լիճը այլ անուն ուներ, օրինակ, հա, ինչ որ այս տիպի արտահայտություն անում։ Հիմա դա արտաքին լսարանի համար է, ինքը ինչ որ գիտությունների, չգիտեմ, ինչ որ հավաքեր, գիտնականների տեղ արել, չեմ հիշում ինչ միջոցառում էր, բայց դա էլ էական չի, էական է այն, միշտ պետքա ստապ նայել իրավիճակին, գնահատել իրականում ինչ ունենք հողի վրա եւ Էս է իրավիճակը, այսինքն պետք չի ընկնել էմոցիոնալ դաշտ, ինչը որ մեզ հաճախ խանգարում է եւ որոշումների կայացման համար, եւ առաջ գնալու, եւ այնտեղ շատ կարեւոր բան էլ նաեւ նշվեց այսօր քննարկման ժամանակ, որն այն մեկնարկի կետը, որի մասին մենք պետք է խոսենք, հա, այսինքն անդրադարձ անել անդադ պատմությանը եւ գնալ պատմության որևէ շրջափուլում գնալ այդ մեկնարկային կետ վերցնել եւ այդտեղից պահանջել որևէ արդարություն կամ որևէ բան, դա սխալ ճանապարհ է, դա խաղաղություն տանող ճանապարհ չի, խաղաղության տանող ճանապարհը այդպեսին չպիտի լինի, հետեւաբար մենք բոլորս պետք է զգոն եւ ուշադիր լինենք մեր խոսքի մեջ, առաջին հերթին բնականաբար քաղաքական առաջնորդները։ Մեկնարկի կետը պիտի լինի ըստ օգոստոսի 8-ը։ Ես կարծում եմ, որ այո։ Եվ մայիսին մենք կարող ենք Երևանում տեսնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ Իլհամ Ալիևին, ինչպես հայտնի է, վարչապետն էլ այսօր այդ մասին խոսեց, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում թե Ալիևը, թե Էրդողանը հրավիրվել են Երևան, թեև ոչ պաշտոնական, բայց ամեն դեպքում Ադրբեջանում արձագանք եղել է, որ Ադրբեջանի նախագահը չի պատրաստվում գալ Երևան, քանի դեռ խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, բայց ամեն դեպքում մենք կարող ենք այսպես ենթադրել, որ մայիսին այստեղ կարող ենք տեսնել թե մեկ, թե երկրորդ առաջնորդներին։ Դե ես հակված եմ ավելի մտածել, որ այո կարող ենք տեսնել,
բայց փոխարենը պատասխանել դա իմ ակնկալիքն է, իսկ իմ բարի ցանկությունն է տեսնել բնականաբար, որովհետև այսօր երբ օրինակ եմ ասում, երբ նայում ես, որ տարածաշրջանի հարցերը քննարկվում են տարածաշրջանի պետությունների ներկայացուցիչների ներկայությամբ եւ մասնակցությամբ, այսինքն ներկային եւ Վրաստանից եւ Ադրբեջանից ներկայացուցիչներ եւ հաջորդ պանելները նաեւ Իրանից էր ներկայացուցիչներ եւ արդեն ավելի մեծ տարածաշրջանից կարծում եմ դա այն ամենաճիշտ դաշնա քննարկումները ունենալու, այն ամենաճիշտ մասնակիցներն են, ովքեր պետք է լինեն, որովհետեւ քննարկվելու են մեր հարցերը եւ հետեւաբար պետք է մենք լինենք մասնակից, ինչպես նաև այն պետությունները, ում հարցերը մտնում են տարածաշրջանի մեջ։ Եվ քանի որ ադրբեջանական արձագանքի մեջ նաև որոշակի ակնարկ կա, այսպես տողատակում, որ քանի դեռ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել, Իլհամ Ալիևը չի կարող գալ Երևան եւ այսպես շարունակ եւ կամ Հայաստան, մենք կարող ենք նաև նման ենթադրություններ ունենալ կամ ակնկալել, որ մինչեւ մայիս կարող է եւ կամ հենց մայիսին կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիրը, թե ժամկետներ այդ առումով դեռևս հնարավոր չէ, այսպես ասեմ, կանխատեսել կամ ինչ որ ժամկետներ առանձնացնել։ Եթե անկեղծ լինեմ, ես տեղյակ չեմ, որտեղից է հնչել նման արտահայտություն, հա, որ մինչև չստորագրվի եւ այլն, բայց ես չէի ուզենա, որ այս տրամաբանությունը մենք այս տրամաբանության թելը թելենք, հա, որ մինչև խաղաղության համաձայնագիրը վերջնական չստորագրվի, որովհետև ես կարծում եմ այն փաստաթղթը, որը ստորագրվել է օգոստոսի 8-ին, ինքնին իր ծանրակշռությամբ եւ ստորագրման գործընթացը եւ դերակատարները բավարար են հասկանալու համար, որ դա արդեն բավարար պայման է, այսինքն այդ խաղաղության հաստատման համար։ Եվ գուցե եթե մենք ճիշտ վարվենք, մեր երկու պետությունները ճիշտ վարվեն եւ խնամքով վարվեն ձեռքբերվածի հետ, այլևս նույնիսկ կարիք չլինի շատ աննկատ անցնի այդ վերջնական ստորագրման պահը, որովհետեւ հիմնական մեկնարկը, այն ինչի մասին խոսում եմ, այսինքն սա լինի եւ դրանից հետո որևէ ակնհայտ եթե ապաշրջափակումը մենք սկսում ենք ապահովել, եթե, չգիտեմ, շփումները սկսում են տեղի ունենալ երկու պետությունների, այս պահին փորձագիտական, լրագրողական, ենթադրենք հանրույթի, բայց հետո էլ ավելի մեծ լայն շրջանակների միջև, ապա այդտեղ փաստաթղթի արդեն արկայությունը, որովհետև այո, պետություններ կան, որոնք չունեն փաստաթուղթ, ըստ որի իրանք պետք է խաղաղ ապրեն իրար հետ, բայց ապրում են խաղաղ եւ շատ համակեցության բոլոր բարիքներից օգտվելով։ Հետևաբար ես չէի ուզենա այդ տրամաբանությունը ոնց որ պահել, որ այ մինչև սա չստորագրվի, մինչև նա չլինի, ոչ։ Մենք ամեն օր կերտում ենք խաղաղություն։ Եվ այս տրամաբանության մեջ վերջին հարցս հայ-թուրքական հարաբերություններում ինչ դինամիկայի սպասել, նկատի ունեմ դրական դինամիկայի սպասել, թե չէ, որովհետև գոնե միտումներ տեսնում ենք, հայտարարություններ ենք լսում, բայց գործնականում գետնի վրա կարծես թե գործողություններ եւ կամ նույն սահմանի բացում երրորդ երկրների քաղաքացիների դիվանագիտական անձանց համար չենք տեսնում։ Հիմա այս առումով մենք կարող ենք առաջիկայում որոշակի դրական դինամիկա ակնկալել։ Ես կարծում եմ մենք պետք է նախ եւ առաջ նկատենք դրական դինամիկան արդեն որը կա, որովհետեւ ինչպես նաեւ այսօր վարչապետը նշեց, արդեն ինստիտուտների մակարդակում շփում կա, այսինքն մեր հարևան պետության հետ եւ դա ուղղակի չնկատել, դա պետք է նկատել եւ արձանագրել եւ սրա մասին խոսել, որովհետեւ մենք ինչ որ կերպ պատկերացնում ենք այդ օրինակ սահմանի բացումը, հա, դա մեծ իրադարձություն է իհարկե, բայց ուզում եմ ասել դինամիկա, եթե մենք ուզում ենք դինամիկան նկատել, ապա պետք է նկատենք, որ այդ դինամիկան արդեն իսկ կա։ Ես մեծ հույս ունեմ, ես լիահույս եմ, որ Թուրքիայի եւ սահմանի բացումը եւ հարաբերությունների կարգավորումը այն իմաստով, որ դիվանագիտական հարաբերությունների այսինքն հաստատումը դա հեռու ապագա չի։ Եվ Ռուսաստանի եւ նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանը ի վերջո արձագանքել է բոլոր այն մեղադրանքներին, որոնք տևական ժամանակ է հնչում են, գիտեք, այդ մասին անգամ վարչապետն է ազգային ժողովում խոսել, ամեն տարբեր այսպես որակումներ են տրվել եւ կամ անուններ
անգամ հայտարարում էին, որ KGB գործակալ է Եզրաս Ներսիսյանը եւ այսպես շարունակ։ Ներսիսյանը արձագանքել է, որ Քրիստոսի հետևորդներին միշտ են հալածել արծաթասեր եւ դավաճան իշխանությունները, ենթադրում եմ այստեղ արծաթասեր եւ դավաճան իշխանությունները ասելով նկատի ունի ձեզ եւ ինչպես նաեւ կարձագանքեք այս մեղադրանքը, ոչ թե մեղադրանքներին, այս հակադարձումներին, որովհետեւ կարծես թե առաջին անգամն է, որ Եզրաս Ներսիսյանը արձագանքում է այսպես։ Ես կարծում եմ Եզրաս Ներսիսյանը, ով Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ըստ իմ ուսումնասիրությունների, որովհետև ինչպես հասկանում եմ ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի, համենայն դեպս ես չեմ գտել իրան որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ցուցակներում, ճիշտ կլինի ոչ թե արձագանքի, այսինքն մեկնաբանի թե ինչ է կատարվում, առավել եւս իրեն որպես Հիսուսի հետևորդ հռչակած մարդը մեկնաբանի թե ինչ է կատարվում Հիսուսի հետևորդների հետ, ավելի լավ է թող ուղիղ պատասխանի արդյոք ինքը KGB-ի գործակալ է թե ոչ։ Այսինքն հարցով եք պատասխանում հիմա իր այդ հա ինձ հետաքրքիր է ինքը KGB-ի գործակալ է թե ոչ։ Եվ նաև տևական ժամանակ է կաթողիկոսին եք հարց ուղում ձեր քաղաքական ուժը, տարբեր դերակատարներ, որ պիտի պատասխանի արդյոք խախտել եք կուսակրոնության ուխտը թե ոչ, զավակ ունի թե ոչ եւ նաև այդ հիմքով պահանջում եք որ հեռանա։ Հետաքրքիր է դա ամենամեծ մեղքն է կաթողիկոսի, որի համար պիտի պահանջել որ կաթողիկոսը հեռանա։ Գիտեք, ես դատավոր չեմ եւ առավել եւս բանը Հիսուս Քրիստոսը չեմ որ դատեմ, հա, իր մեղքերի մասով։ Ես կարող եմ ասել հետեւյալը, ես որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ես ակնկալում եմ, որ հոգևոր առաջնորդ իրեն հռչակած մարդը առնվազն դրսևորի իրեն որպես հոգևոր առաջնորդ։ Ինձ համար անհասկանալի է եկեղեցու կողմից արված որևէ հայտարարություն, որը ժողովրդի միջև բաժանարար գծեր է անցկացնում։ Ինձ համար դա քրիստոնեության հետ հակոտնյա գնացող տրամաբանություն, այսինքն որևէ կերպ չի գնում քրիստոնեության տրամաբանության մեջ, հա, հակառակն է գնում։ Եվ այստեղից արդեն ինձ մոտ հարցեր են առաջանում, թե օրինակ Կտրիչ Ներսիսյանը ինչ իրավով է օրինակ դա անում եւ որպես իմ տպավորությամբ այդտեղ մարդը կնքում է, ասել եմ էլի մի անգամ իր մահկանացում որպես հոգևոր առաջնորդ, որովհետև հոգևոր առաջնորդը առավել եւս քրիստոնեության չի կարող բաժանարար գծեր անցկացնել։ Իսկ այն մնացածը արդեն իր զավակի արկայությունը, դա այն կանոնագիրքն է, որով ինքը եկել եւ դարձել է իմ եկեղեցու առաջնորդը եւ խոստացել է լինել այսպիսին։ Հիմա հարց են տալիս, ասում են դու արդյոք այդպիսին ես թե ոչ։ Հիմա դժվար է պատասխանել այդ հարցին։ Եվ որ բաժանարար գծերի մասին եք խոսում Տիկին Վարդանյան, որ հայտարարությունների մասին մասնավորապես։ Ես նկատել եմ, որ պատերազմից հետո եկեղեցին բազմիցս հայտարարություններ արել, այսինքն եկեղեցու անունից որոշ հոգևորականներ, որովհետև ունեն այդ ծակը իրենք եկեղեցուն, այս պահին իրանք եւ արել են հայտարարություններ, որ հակաիշխանական եւ փաստացի, այսինքն տվել են բնորոշումներ իշխանության որոշ քայլերին, դրանով տալով բնորոշում, որ գիտեք ինչ կա, այս խումբ մարդիկ, այսինքն մարդիկ, ովքեր 600,000-ից ավել մարդ ընտրել է այս իշխանությանը, այդ մարդկանց, այսպես ասած, փորձել են հետ բրթել եւ խտրել այդ մարդկանց եւ իրանց ընտրությունը։ Ես կարծում եմ սա բաժանարար գիծ է, որը չի կարող հոգևոր առաջնորդը տարբերակում դնել։ Քոչարյանական է թե Նիկոլական ենթադրեն։ Որովհետև Աստծո առաջ բոլորը հավասար են։ Եթե ինքը այսօր ինքը իրեն, չգիտեմ, եղբայրը լավ, այսպես ասեմ, իրեն բան անում համեմատական ատանում որպես ինքը Քրիստոսի հետևորդ է, բայց այդ քրիստոնեությունը, որի ինքը հետևորդն է, այդքան ուսանել է, չգիտեմ, 1000 ու մի տեղ, բայց չգիտի, որ բոլորն են հավասար Աստծո առջև եւ ոչ մեկից ոչ լավն է, ոչ վատը։ Իսկ ամեն դեպքում այդ քաղաքական հայացքները եւ նաեւ այդ կապվածությունը ճակերտավորված նախկին ղեկավարների հետ ինչով է պայմանավորված այդ օրգանական կապը հիմա նույն Սամվել Կարապետյանի հետ որ գրեթե ամեն կիրակի աղոթում են քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի ազատ արձակվելու համար։ Այստեղ կապը ինչով է պայմանավորված, չգիտեմ, գիտեմ, որ Սամվել Կարապետյանը ժամանակին կարծեմ Մայրաթոռում վերանորոգման աշխատանքներ է կատարել
եթե չեմ սխալվում, ըստ երևույթին այդ իսկ դրա իսկ արդյունքում էլ իր պորտրետը հայտնվել է եկեղեցու ներսում, բայց կապը թե դա տնտեսական կապ է, թե դա քաղաքական կապ է, ես անկեղծ չեմ կարող միանշանակ ասել, այստեղ մի բան է ակնհայտ, որ մենք հիմա ընտրությունների նախաշեմին ենք 2026-ի եւ բոլոր են հնարավոր ուժերը, այդ թվում եթե կան այդպիսիք եկեղեցում իսկ ակնհայտավոր հոգեվորականների մեջ կան այդպիսիք, ովքեր կարող են թիրախավորել ժողովրդավարությունը եւ թիրախավորել բոլոր են արժեքները, որոնք հեղափոխությունից հետո աչքի լույսի պես պահել է այս իշխանությունը ժողովրդի օգնությամբ եւ աջակցությամբ եւ պահանջով, հիմա դրանք թիրախավորվելու են եւ այդ թվում օրինակ աղոթքով, որ այնտեղ քաղբանդարկյալ կա, ոչինչ որ քաղբանդարկյալը փողերը լվացման գործով է անցնում եւ այս ամենը շատ ակնհայտ է, որ մինչեւ ընտրություններ հələ կարծում եմ էլ ավելի ակտիվանալու են այս տիպի բաները։ Լավ, տևական ժամանակ է խոսվում է այն մասին, որ սա հարձակում է եկեղեցու վրա, վարչապետի վերջին հայտարարությունն էլ, որ Հովանավանքում ենք աղոթելու հետո նաև Մայրաթորում, սա Մայրաթորից որակեցին որպես սպառնալիք, այսինքն վարչապետը հերթական անգամ սպառնում է, որ Մայրաթորում աղոթելու ենք։ Դուք այստեղ այդ ենթատեքստում տեսել եք որևէ սպառնալիք եւ Մայրաթորում ինչու են դա անցալում որպես սպառնալիք։ Ընդհանրապես աղոթքը ինչպես կարելի է նախ որպես սպառնալիք ընկալել։ Ես դա մի քիչ չի բանականությանս մեջ չի տեղավորվում, բայց ես կարծում եմ, որ ինչպես հարցակում եկեղեցու վրա եւ այլն, այսինքն երբ ակնկալում ես, որ քո եկեղեցու ներկայացուցիչը, հա, հոգևորականը, ով եկել է քո ժողովրդի առաջ, երթում է տվել, խոստում է տվել, իրենց կանոնագիրքն են բերել, ասել են, որ մենք այսպեսին ենք, բայց այդպեսին չի եւ այսինքն այդ կանոնագրքին չհետևող հոգևորականին ասել, որ դու չես հետևում կանոնագրքին, դա ոչ թե եկեղեցու դեմ արված քայլ է, այլ դա եկեղեցուն հակառակը կողմ արված քայլ է, որ դու պետքա մաքրես եկեղեցին նման էլեմենտից ինքդ քեզանից, որովհետև այո, դու չես համապատասխանում այն կանոններին, որոնք սահմանել է եկեղեցին։ Եվ նաև վարչապետի մեկ այլ հայտարարություն Տիկին Վարդանյան, որ հաջորդ կիրակի պատրաստվում է արդեն Թալինում մասնակցել Տեր Թադեի մատուցած պատարագին, հետևեց Մայրաթորի հայտարարությունը, որ կարգապահական հանձնախումբը քննում է Տեր Թադեին կարգալույծ անել-չանելու հարցը, այսպես նաև վտանգի տակ չի դրվում որոշ հոգևորականներ եւ նաև հենց ուղիղ եկեղեցին, որովհետեւ տեսեք երկու կողմից էլ այսպես զուգահեռ պատարակներ են մատուցվում, մարդկանց քանակներն են փորձում համեմատել, այստեղ ավելի շատ է, այնտեղ ավելի քիչ է եւ այսպես շարունակ ու ինչ որ Մայրաթորում էլ կարգալույծ անելու այսպես կարծես թե նոր թափ են ստացել եւ այսպես հերթով կարգալույծ անելով գնում են։ Հիմա այս միտումը արդյոք վտանգավոր չի եւ արդյոք վարչապետը ինչ որ պահի կարող է նաև հետ կանգնել, որ այդ հոգևորականներին ճակերտավոր ասած փրկի կարգալուծությունից։ Նախ ես խոսելով կարգալուծության մասին, մենք խոսում ենք մի մարդ մասին, Կտրիչ Ներսիսյանը, ով կարծում եմ, ով չի հերքել իր զավակ ունենալը, ով չի հետևում կանոններին եւ հետեւաբար ես կարծում եմ ինքը կարգալույծ անելու կարողություն կամ իրավասություն, այսպես ասեմ, չունի։ Հետևաբար այդ հարցը մի քիչ ինձ համար տենց միանշանակ չի էլի, որ իրանք տենց հավաքվում են եւ որոշում են, որ այս ինչին կարգալույծ անեն, այն ինչին կարգալույծ անեն։ Ինչ վերաբերում է Կտրիչ Ներսիսյանին, ես կարծում եմ, որ այդքան քրիստոնեություն ուսումնասիրած ես վստահ եմ, որ առնվազն երիտասարդ տարիներին ուսումնասիրել է քրիստոնեություն, ուսումնասիրած մարդը պետք է մասամբ իմաստնություն ձեռք բերած լինի եւ հասկանա, որ նման քայլերով վնասվում է միայն ինքը եւ եթե միայն ինքն էլ չէ, ապա նաեւ եթե եկեղեցին, ապա դա ինքը պետքա քայլեր ձեռնարկի եւ հեռանա ուղղակի եկեղեցուց։ Բայց ամեն դեպքում գնդակ է իր դաշտում է, այսպես ասած, եւ մենք տեսնում ենք, որ կաթողիկոսը ճիշտ է։ Գուցե կաթողիկոսը ուրիշ խնդրեմ ունի, դրա համար չի կարող կանգնել, ես չգիտեմ։ Ինչը կարող է իրեն այդքան կապել այդ աթոռին։ Կարող է աթոռին կապել։ Ես վստահ չեմ, որ որոշում կայացնողը վերջնական ինքն է։
Աղա ինքը ինչ որ թելադրանքով է շարժվում այդպես եւ այլ կերպ չի կարող։ Այսինքն եթե ուզի էլ չի կարող գնալ, ոչ թե ուզի էլ չի կարող, այլ հիմա ինչ որ թելադրվում է եւ օրինակ ես վստահ չեմ, որ ինքը իր այսպես ասած կառավարումը ամբողջությամբ իր ձեռքում է։ Իսկ կառավարումը ամբողջությամբ Հայաստանում է թե նաեւ Հայաստանից։ Դե կարող է եւ Հայաստանի սահմաններից դուրս։ Եվ հիմա կտեսնենք, երբ եղբայր Եզրասը այնտեղից արդեն հայտարարություններ անում, ինչ է շարունակվելու։ Մենք կտեսնենք այդ իրադարձությունները։ Հերո չի այդ օրը, երբ մենք դա տեսնելու ենք։ Ուղղակի չգիտեմ, ես չեմ պատկերացնում ինչպես կարող է մարդը հոգևոր կյանքը այդքան ուսումնասիրելուց հետո այս հանգրվանին գալ, էլի, այդքան բան անել։ Ամեն դեպքում ամենայն Ռուսիո պատրիարքի խորհրդականներ էր վերջերս արձագանքել եւ վարչապետին այսպես հորդորել էր հեռու մնալ եկեղեցուց ճակերտավոր ասած, որովհետեւ այդ կերպ իր սահմանադրական լիազորություններն է անցնում։ Ով է անցնում սահմանադրական մեր սահմանադրական իրավունքների մասով մեկնաբանում էր ամենայն Ռուսիո պատրիարքի խորհրդական։ Ես խորհուրդ կտամ զբաղվել սեփական գործերով, բոլոր օտար մարմինները պետք է զբաղվեն իրենց երկրների սեփական գործերով եւ խնդիրներով եւ չմեկնաբանեն մեր ժողովրդի կողմից ընտրված իշխանության այս կամ այն քայլը իսկ ինչ վերաբերում է սահմանադրությանը, ապա ես էլ կարող եմ ասել, որ երբ օրինակ եմ ասում, երբ եկեղեցու որևէ ներկայացուցիչ ասում է, որ ես այս ինչ կուսակցության մարդկանց օրինակ չեմ սպասարկի, օրինակ եմ ասում, կամ խտրում է մարդկանց, այդ ժամանակ ինքը սահմանադրությունն է խախտում։ Եվ Նարեկ Կարապետյանն է Միացյալ Նահանգներում Նյու Յորքում եւ Թաքեր Կարլսոնը իր հետ հարցազրույց է անցկացրել։ Մենք գիտենք, որ Կարլսոնը զրուցել է Պուտինի հետ, Դոնալդ Թրամփի հետ, Փեզեշքյանի հետ եւ տեսեք, սա չի բարձրացնում Նարեկ Կարապետյանի կշիռը, որ նման հեղինակավոր լրագրողներին հարցազրույց է տալիս եւ նաեւ որոշ բարբերականներ օրերս խոսում են հենց Կարապետյանների մասին, Սամվել Կարապետյանի այսպես քաղբանտարկյալ լինելու մասին եւ այսպես շարունակ։ Սա ձեզ չի մտահոգում եւ մտահոգում չէ, ինձ մի քիչ զվարճացնում այս թեման ճիշտ ասած, որովհետեւ եկեք տրամաբանենք, էլի մենք բոլորս այս երկրում ծնված, այս հողի վրա ապրած, չգիտեմ, տարբեր իրավիճակներում եւ տարբեր պատմություններ ունենալով սենց գնացել ենք եւ մենք ունենք ժողովուրդ։ Ժողովուրդը ապրում է իր հոգսերով, իր առօրյայով, իր մեծ եւ փոքր խնդիրներով, հա, եւ հանկարծ մեր Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, ասենք օրինակ, չգիտեմ, X մարզի Պողոս Պողոսյանը ասում է Թաքերը կանչել էր, ասենք, բանը Նարեկին հարցազրույցի։ Ես ուզում եմ հասկանալ, ինչ աստիճանի պետքա կտրված լինի մարդ սեփական հողից եւ ժողովրդից, որպեսզի դա դուք հասկանում եք, չէ՞, այսինքն այդ բանը հաղորդավարն էլ չուներ էլ բան, ասենց նստել է, նայել է աշխարհին այսօր, տեսել է աշխարհի խնդիրները ու ասել է Նարեկը, պետքա, ես պետքա զրուցեմ, ինձ շատ հետաքրքիր է, դուք հասկանում եք, սա զավեշտ է ուղղակի, սա զավեշտ է այն առումով, որ նախ փաստորեն չեն զգում մարդիկ ինչ քայլեր են, որոնք որ կարող են ժողովրդի որևէ կերպ ժողովրդի մոտ արձագանք գտնել։ Եվ երկրորդ շատ հիշեցնում է ինձ այդ 2000 որ թիվներ հեղափոխությունից հետո էր մի պահ այդ տիպի էլի բաներ գնում կարծեմ հենց Քոչարյանի քարոզարշավի ժամանակ էր, որ ինչ որ հայտնի պարբերականներ մեկ էլ հանկարծ որոշում էին, որ այ հենց հիմա ու դրանից հետո տեսնեք, չէ, հետաքրքրությունը էլ չկա փաստորեն։ Չէ, ուղղակի ինչ որ նախընտրական շրջանում մարդիկ ովքեր գումար ունեն, տալիս են ինչ որ մի հատ մեկին ասում են կլինի, ասում է դու ինձնից հարցազրույց վերցնես, ասում է լավ, բալիկ ջան, կլինի, արի։ Հիմա ես սա ինչ մեկնաբանում։ Հիմա դուք ասում եք զավեշտը հեգնում եք, բայց Նարեկ Կարապետյանը վերջերս նաև հայտարարում էր, որ քաղաքացիական պայմանագրին պետք է անդիմություն դարձնեն նորից կան։ Այս առումով մտածել եք, որ եթե փորձեն օրինակ հաջող են։ Անդիմություն փորձելը կփորձեն, բայց ես խորհուրդ կտամ, որպեսզի Նարեկ Կարապետյանը ոչ թե Թաքերի հետ խոսի, այլ դուրս գա փողոցում մարդկանց հետ խոսի, ինչպես անում է մեր քաղաքական թիմը։ Սա ուղղակի իսկապես լավ խորհուրդ է, էլի, սա վատ խորհուրդ չի։
Եվ ձեր իշխանության ուղղված ամենավերջին քննադատություններից մեկն այն էր, որ դպրոցներու ճանապարհներ եք կառուցում, այլ բան չգիտեք, փոխարենը պետք է գործարաններ կառուցել, որպեսզի տնտեսությունը նաև զարգանա, որպես ընդդիմադիր ուժ, այս քննադատությունները արդյոք հաշվի առնում եք, հաշվի չեք առնում։ Ես չեմ պատկերացնում մի ճիշտ ասած պետություն, որ ժողովրդավար պետություն, որը ոչ թե թույլ է տալիս տնտեսվարողին եւ քաղաքացուն ձեռնարկել եւ նախաձեռնությամբ հանդես գալ եւ միջավայրի փոխարեն անձամբ ինքը կառուցում է գործարան։ Ես նման բան հիշում եմ խորհրդային տարիներին, այսինքն որ մենք ունեինք գործարաններ խորհրդային տարիներին եւ ամբողջ խորհրդային միություն ուներ գործարաններ, ամեն միտեղ էլ մի դետալ էր արտադրվում եւ այսպես բանվոր դասակարգ գոյություններ, ովքեր պետքա բոլորը աշխատեին եւ բոլորը հավասար էին, ոչ մեկի լավ մեթի չապրեր, ինչ որ sense ես տրամաբանությունը չեմ հասկանում ինչ ակնկալում այդ մարդը այսինքն նա պետության կառավարումից մասնավորապես մեր պետական կառավարումից ոչինչ չի հասկանում հիմիկվանից ասում է ես չեմ հասկանում մենք պիտի գանք եւ պետական գործարան պիտի կառուցենք Եվ Տիկին Վարդանյան, անդրադառնանք նաև խորհրդարանական ընդդիմության որոշ քննադատություններին։ Վերջին շրջանում նկատում եմ, որ արդեն որերորդ падգամավորը խոսում է, որ ձեր իշխանությունը խնդիրներ է ստեղծել Վրաստանի հետ հարաբերություններում եւ այսպես խոսում են, որ այլընտրանքներ չեք թողնում, անգամ Վրաստանի հետ հարաբերությունները այնքան վատ են, որ հենց այդ պատճառով էլ բեռնատարները այնտեղ կանգնած են եւ այդքան խնդիրներ կա հիմա ու այսպես շարունակ։ Իրականում հողի վրա կա խնդիր Վրաստանի իշխանությունների հետ եւ եթե ոչ, ապա ինչու է ընդդիմությունը այս մասին խոսում, այսինքն ինչու է պետք արհեստական խոսել մի երկրի հետ խնդիրներ ունենալու մասին, եթե դրանք չկան։ Դե մի անգամից ասեմ, որ Վրաստանի հետ որևէ խնդիր չկա, բայց ընդդիմության այդ ձեռագիրը թիրախավորել եւ սկսել որևէ պետության հետ կապված մեր ունեցած խնդիրները բանանել, բարձրաձայնել ինչ որ խնդիրների մասին, արհեստական ստեղծելով մի մթնոլորտ, փորձում են ստեղծել մի մթնոլորտ, որ այս իշխանությունը չի կարողանում լեզու գտնել, օրինակ, մի պահ Իրանի մասով էր այս նույն թիրախավորումը գնում, այսինքն մեր ժողովուրդը գիտի թե մենք ինչ լավ հարաբերությունների մեջ ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ ահա հայտնվել էր թիրախում Իրանը, անընդհատ ասում էին, որ Իրանի հետ վատ են հարաբերությունները, որ իրանք այնց բաներ են անում, որ Իրանը հեսա պետք է վատ լինի Հայաստանի հետ եւ այլն։ Հիմա երևի չգիտեմ որ պատճառով ըստ երևույթին եթե խնդիրներ կան օրինակ իսկ բեռնատարների հետ կապված ինչ որ խնդիրներ վերջերս առաջացել են այդ անցման կետերում, հիմա իրանք որոշել են, որ ահա եթե այստեղ ինչ որ մի փոքրիկ խնդիր ա եղել, արի սրա վրա կառուցենք բան, միջպետական խնդրեմ Եվ օրինակ ինչ որ մեկից ով դժգոհ ա եղել այդ անցման կետից, բան անենք, ուղղորդենք, որ փաստորեն դա իշխանությունն էր, որ Վրաստանի հետ փչացրել հարաբերություն, դրա համար էլ քո բեռնատարը խնդիր ունեցել, սա տրամաբանությունը։ Իդեպ վերջերս հետաքրքիր արձանագրում էր արել նաև Զախարովան, անդրադարձել էր Վարդան Ղուկասյանի գործին եւ ասել էր ինքը չի հասկանում տրամաբանությունը, ինչպես իրավապահ համակարգը կարող է գնալ մի հայտարարության ետևից, որը ընդհանրապես ասվում է, որ Հայաստանը տեսնում է միութենական պետությունների կազմում, այդ կերպ ասում է Հայաստանում շատ են այն մարդիկ, ովքեր հայտարարում են, որ Հայաստանը տեսնում են Եվրամիության կազմում, այսպես կամ Եվրամիության անդամ երկիր։ Այս դեպքում ինչու չենք գնում կամ իրավապահ համակարգը չի գնում նման հայտարարություն անող մարդկանց հետ եւ արդյոք նույն նժարի վրա դնելը միութենական պետության կազմում հայտնվելը եւ Եվրամիության անդամ դառնալը նորմալ է եւ եթե այո, ապա ինչու իրավապահ համակարգը ասես չի գնում այդ մարդկանց հետևից, ովքեր Հայաստանը տեսնում են Եվրամիության անդամ երկիր։ Զախարովանը իդեպ հարցնում։ Ինձ համար զարմանալի է, որ Զախարովանը չի տարբերակում Եվրամիության, այսինքն որ տնտեսական համագործակցության միություն, այսպես ասած, լինելը եւ միութենական պետություն լինելը տարբերակում, այսինքն չի զգում տարբերությունը կամ չգիտի, վստահ չեմ, ես վստահ եմ, որ տեղյակ է Զախարովան եւ նման հայտարարություն արվում ամենայն հավանականությամբ նախ էլի սա մեր ներքին, այսինքն իրավապահ համակարգն է եւ մեր ներքին օրենքներն են, որը մենք հարգում ենք, էլի չեմ կարծում, որ ճիշտ է այդ մեկնաբանել
օտար երկրների ներկայացուցիչների կողմից, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ ըստ երևույթին հույս ունեն, որ մեր ժողովուրդը այդ գիտակցությունը ունի եւ չի տարբերակում ինչա նշանակում միութենական պետության կազմ եւ ինչա նշանակում Եվրամիություն եւ ըստ երևույթին, որպեսզի այդ հարցադրումը, այսպես ասած, սերմը գցեն ժողովրդի մեջ, բայց դե բոլորս գիտենք տարբերությունը, կարծում եմ այդտեղ բանել չկա մեկնաբանելու։ Փորձեմ ամփոփել Տիկին Վարդանյան, վերջին շրջանում շատ ենք լսում, տեսնում նման հայտարարություններ հատկապես Ռուսաստանի Դաշնությունից։ Լավրովն էր խոսում, որ ամեն կերպ իրենք հակազդելու են արևմտյան ազդեցությանը հարավային Կովկասում եւ յուրաքանչյուր լծակ օգտագործելու են դրա համար։ Հետո Զախարովայի հայտարարությունները հատկապես Վարդան Ղուկասյանի մասով շատ էին իրենք նեղսրտել եւ այսպես պարբերաբար անդրադառնում էին Ռուսիո պատրիարքի խորհրդականը այստեղ եկեղեցու շուրջ տեղի ունեցածի եւ այսպես շարունակ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն է տարօրինակ հայտարարություններ անում։ Սրանք կարող ենք դիտարկել հիբրիդային պատերազմի համատեքստում, որի մասին վերջին շրջանում շատ է խոսվում։ Սրանք հիբրիդային պատերազմի տար են, թե սրանք պարզապես բարեկամ երկրի, այսպես ասած, ցանկությունների մասին բարձրաձայնում են։ Չէ, իհարկե կարելի է դիտարկել նաև հիբրիդային պատերազմի դաշտում, չնայած, այսպես ասեմ, դա մի էլեմենտով չի լինում հիբրիդային պատերազմը։ Հիբրիդային պատերազմը ինքը լինելու է տարբեր գործիքներով։ Այսինքն կլինի այնտեղ հայտարարություն, այստեղ ինչ որ մի հատ լրատվական ինչ որ բան կհայտնվի, այնտեղից մի հատ այլ բան կլինի, այսինքն հնարավորինս խառնաշփոթ իրավիճակ եւ կեղծ թեզեր շպրտելու, այսինքն հեշտ մարսվող, բայց կեղծ թեզեր շպրտելու ժողովրդի մեջ, որպեսզի ապա կողմնորոշվի ժողովուրդը եւ կարծի, որ օրինակ եմ ասում, այս մի տարբերակը ճիշտ է կամ այն մյուսը սխալ է։ Այս է հիմնականում, բայց իմ տպավորությամբ 2021-ի ընտրությունները մեր ժողովրդի իմաստնության աստիճանը, այսպես ասած, ցույց են տվել եւ չեմ կարծում, որ երբևէ ժողովրդի իր ինքնիշխանությունը կզիջի այլևս եւ առավել եւս ժողովրդավարության, այսինքն գործոնը։ Այսինքն 26 թվականին նույնպես այդ ակնկալիքներն են, որ ինքնիշխանությունը եւ մնացած գործոնները, որոնց մասին խոսում եք, գերակշիռ են լինելու, այսինքն այն ուժերը, որոնք այդ շահերն են պաշտպանելու։ Ես վստահ եմ։ Շնորհակալ եմ Տիկին Վարդանյան։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հետ, կհանդիպենք։